Գյումրիի Շիրակ 2-ն իր 5-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի առաջին խմբի առաջնությունում։ Մրցակիցը հետնապահ Երևանի Արարատ 2-ն էր, որը շատ անհաջող է սկսել մրցաշրջանը եւ բացառապես պարտություններ է կրել։ Ուստի եւ սպասվում էր անհաշտ մրցակցություն, քանի որ աութսայդերի կարգավիճակում հայտնված թիմը որպես կանոն ոչինչ չունի կորցնելու։ Երբ 50-րդ րոպեին Արման Մարգարյանը վերջապես տարածքային առավելությունը վերածեց նյութականի, շիրակցիներն իրենց առավելությունը վերջնականապես հաստատեցին ու տարան արժանի հաղթանակ։ Արամ Թոսյանից ստացա փոխանցում, շատ դժվարին հարվածով բացեցինք հաշվը եւ կարողացանք տանել շատ կարևոր հաղթանակ մեզ համար։ Երկրորդ գոլը Ռաֆայել Պալտաջյանը խփեց 79-րդ րոպեին։ Դրանից հետո արարատցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Երեկվա խաղը խաղում էինք հետնապահի հետ, Արարատ 2-ի հետ։ Մետավախություն կար, որ կարող էին տղաները թերակնադել հակառակորդին, սակայն փառք ու պատիվ տղաներին կարողացան դուրս գան խաղադաշտ ու մեզ նմիրումով խաղը ավարտել հաղթանակած։ Երբ 85-րդ րոպեին արարատցի Վլադիմիր Ամիրխանյանը կրճատեց հաշվի տարբերությունը, պայքարն ավելի սրվեց։ Այնուամենայնիվ բաց թողած գոլը չվհատեցրեց մեր ֆուտբոլիստերին։ Նրանք ուժեղացրին ճնշումը արարատցիների դարպասի վրա եւ մրցավարի ավելացրած առաջին լրացուցիչ րոպեին բոլոր հարցերը վերջնականապես հանեց Աղվան Դավոյանը, նորից ապահովելով 2 գոլի ստատուս քվոն։ Այսպես Շիրակ 2-ը հաղթանակ տարավ 3-1 հաշվով։ Այնուամենայնիվ գլխավոր մարզիչ Վահան Բիճախչյանը համոզված է, որ պայքարը դեռ նոր է սկսվում եւ զգոնությունը բնավ չի կարելի թույլատրել։ Այսօր բոլորն էլ երկրորդ թիմերի մեծ ուշադրություն են դարձնում, որովհետեւ առաջի թիմի հաջողությունը կախված է հենց երկրորդ թիմից են։ Լավագույն պատանիները տեղափոխվում առաջի թիմ, բնական է այսօր բոլոր թիմերն էլ բարձրագույն խմբի մեծ ուշադրություն են դարձնում առաջի խմբի իրենց թիմերին, իսկ Փյունիկը այսե երկրորդ տարին է 2 թիմով է առաջի լիգայում հանդես գալիս, բնական է բոլոր թիմերն էլ համախմբված են երիտասարդներով, համալրված են երիտասարդներն գիտակցում են, որ հենց առաջի խմբում պետք է ցուցադրեն լավ խաղ։ Ներկապային Շիրակ 2-ը հանդիսանում է առաջին խմբի առաջնության առաջատարը։ Թիմը տարել է 4 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է խաղաղ ելքով։ Մրցակիցների դարպասներն անցկացրել է 12 գնդակ, սեփականն ընդունելով ընդամենը 4-ը։ Ուրախալի է, որ ռմբարկուների ցուցակում էլ ունենք մեր ներկայացուցիչը։ Արամ Թոսունյանը դարձել է 3 գոլի եղինակ, թեև հաշվետու խաղում աչքի ընկան նրա թիմակիցները։ Սամվել Աղանյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։